Բարք մեր Տիրոջը եղբայրներ քուրեր, ողջունում եմ ձեզ Տիրոջ խաղաղությամբ եւ սիրով եւ փոխանցում եմ ջերմ բարևներ Կրասնոդարի եկեղեցուց եւ ռուսական եւ հայկական մեր խմբերից։ Տերը օրհնի, խնդրում եմ նստեք։ Տերը փառավորվի այսօր մեր մեջ, մենք երջանիկ ենք եւ առաջինը ես եմ շատ երջանիկ, որ այսօր սուրբերի մեջ եմ կանգնած Տիրոջ ժողովրդի առջև եւ մենք երջանիկ ենք, որ Քրիստոսը մեր մեջ է եւ իր փառքը այսօր ուղղված է մեր վրա եղբայրներ քուրեր։ Ընդունենք Քրիստոսի փառքը։ Եվ մենք երջանիկ ենք այդ փառքի մեջ եւ ուրախ ենք եւ ցնծում ենք եւ հիանում ենք Քրիստոսի փառքով։ Չնայած ունենք շատ խնդիրներ, ունենք տարբեր խնդիրներ, թե մեր սրտում, թե մեր արտաքինում, եւ այս ամենը կարծես մեզ մղում է, որ մենք լինենք տխուր, դժգոհ, ընկնենք դեպրեսիայի մեջ, բայց այսօր Աստծո խոսքը մեզ ուղղում է, որ տեսնենք Աստծո փառքը։ Եվ այդ փառքը այստեղ ներկա է, ալելույա։ Տերը փառավորվի։ Հիշենք եղբայրներ քուրեր Սուրբ գրքից մի փոքրիկ հատված, որտեղ մի կին, որը մարգարեի կին էր, մոտենում է մարգարեին, Եղիսեին եւ ծանր հոգսաբերում իր առջև։ Ասում է իմ ամուսինս քո ծառան մահացել է։ Պարտքեր են մնացել։ Հիմա պարտքատերն եկել է երեխեքից ուզում է տանի։ Բայց ասում է իմ ամուսինը քո ծառան աստվածավախ մարդ է եղել։ Ինչ անեմ։ Մի պատասխան տուր։ Եվ տեսեք, եւ Եղիսեն ասեց նրան. ես քեզ ինչ անեմ։ 4-րդ թագավորաց, 4-րդ գլուխ, 2-րդ համարից սկսենք։ Ես քեզ ինչ անեմ։ Ասիր ինչ ունես տանդ։ Եվ այս հարցը թող լինի մի փոքրիկ նախաբան այսօրվա մեր քարոզի եղբայրներ քուներ։ Ինչ ունես քո տանդ։ Մենք շատ անգամ որ գալիս ենք մեր հոգսով, թե եղբայրների մոտ, թե Աստծո մոտ, ուզում ենք, որ մի անգամից Աստված մեր հոգսին պատասխանը տա, ու մենք այդ պատասխանը վերցնենք եւ գնանք։ Բայց տեսեք, Եղիսեն պատասխան չտվեց նրան, հարց տվեց պատասխանի տեղը։ Ասեց, ինչ ունես տանդ։ Եվ նա պատասխանեց. ասել որ քո աղինը ոչ մի բան չունի։ Մենակ մի աման ունեմ յուղով լցված։ Այդ մի աման յուղը ինչ հարց պետք է լուծի։ Եվ եղբայրներ քուրեր մարգարեն հետևյալ կարևոր միտքն ասում։ Ասում է գնա քո հարևաններից ամաններ ուզի։ Եվ քո հետևից, քո տղաների հետևից դուրը կողպի եւ գործ արա։ Եվ մենք տեսում ենք եւ կինը գնաց եւ դուրը կողպեց իր հետևից, իր տղաների հետևից։ Նրանք են տալիս էին անոթները, նա լցնում էր։ Եվ եկավ մի ընթացք, երբ որ ամանները լցվեցան, ասեց իր տղային. Էլ աման տուր ինձ։ Տղան ասեց էլ աման չկա։ Եվ յուղը դադարեց։ Եղբայրներ քույր, մենք բոլորս այս պատմությունը գերազանց կերպով գիտենք։ Նա մոտեցավ մարգարեն, ասեց քո ասածով այսպես բան տեղ ունեցավ։ Ասում է դե գնա ծախի, պարտքերը տուր, մնացածով ապրի, դու եւ քո տղաները։ Առաջի հարցը. այս անձնավորության խնդիրը լուծում ստացավ թե ոչ, եղբայրներ քույր։ Լուծում ստացավ։ Բայց այս լուծումը որտեղից եկավ։ Երկնքից եկավ։ Աստծո գործն էր։ Բայց այս լուծումը սկսեց մի հարցից. ինչ ունես քո տանդ մեջ։ Ինչ ունես քո տանդ մեջ։ Երբ որ ֆիզիկոսները կամ մաթեմատիկոսները ինչ որ մի խնդիր են ուզում լուծել, խնդիրը կա։ Իրանք փնտրում են բանաձևը։ Իսկ բանաձևի մեջ ինչ որ մի որոշակի թիվ են փնտրում։
Ինչ-որ մի հատկանիշ եմ փնտրում, որ դրանից բռնեն, դրանից սկսեն լուծել հարցը։ Եղբայրներ քույրեր, Աստված նույնպես ունի լուծման բանաձևեր մեր կյանքի բոլոր խնդիրներին։ Աստծո համար անլուծելի խնդիրներ գոյություն չունեն, եղբայրներ քույրեր։ Բայց մենք այնքան խնդիր ունենք, որոնց որոշումը չգիտենք։ Եվ մեր այսօրվա հարցն է, ինչ ունես քո տանդ մեջ, ինչ ունես քո սրտիդ մեջ։ Սա այն սկիզբն է, որից սկսում է բուժումը եւ որոշումը մեր բոլոր խնդիրների եւ լուծումը այդ խնդիրների։ Մի քանի տեղ Սուրբ Գրքից նույնպես կարդանք, որը վերաբերվում է մեր ընտանիքներին, եղբայրներ քույրեր եւ մեր տան մտնելորդին։ Մենք հիշում ենք, երբ որ Դավիթ թագավորը մեծ ուրախությամբ որոշեց Տիրոջ տապանակը բերել իր քաղաքը, մեծ փառավոր ընթացք էր։ Մարդիկ ուրախանում էին, Դավիթ ուրախ էր, ժողովուրդը ցնծում էր եւ սայլի վրա Տիրոջ տապանակը բերում են։ Եվ հիշում եք, այնտեղ Օզան պատժվեց Աստծո կողմից եւ մահ տեղի ունեցավ։ Եվ այս ամբողջ ուրախությունը եւ ցնծությունը վերածվեց տխրության եւ մի փոքրիկ ներսին տանջանքի։ Դավիթը կարծես տուպիկ ընկավ ծանր ապրումների մեջ։ Եվ տեսեք ինչ է գրված երկրորդ թագավորաց 6-րդ գլուխ 8 համարից, եւ Դավիթը ասեց, որ Տերը հարվածեց հարվածով Օզային։ Եվ Օզան ընկավ ոչ թե օրհնության տակ, այլ անեծքի տակ։ Նա ծառայում էր, բայց սխալ էր ծառայում Տիրոջը։ Եվ Դավիթը չուզեց Տիրոջ տապանակը տանել իր մոտ Դավիթի քաղաք։ Չուզեց։ Օրհնություն էր գալիս, բայց Դավիթ ասեց չեմ ուզում։ Իմ տունը նույնպես կխփնվի Օզայի նման։ Նա ինչ-որ մի բան գիտեր, որ իր տան մեջ կա մտնելորդ, որի պատճառով Տերը կխփի իրան։ Կխփի իր տունը։ Օզան խփնվեց, երկրորդը ինքը կլինի։ Ասեց չէ։ Ես չեմ ուզում Տիրոջ տապանակը իմ մոտ ընդունելու։ Եվ գրված է եղբայրներ քույրեր, Դավիթը ծառայեց Տիրոջ տապանակի ճանապարհը եւ տարավ Գեթացի Աբդեդոմի տունը։ Եվ Տիրոջ տապանակը մնաց 3 ամիս Գեթացի Աբդեդոմի տանը եւ Տերը օրհնեց Աբդեդոմին եւ նրա բոլոր տունը։ Սիրելի եղբայրներ քույրեր, ինչ-որ մի բան չկար Դավիթի տան մեջ։ Այդ նույն բանը կար Աբդեդոմի տան մեջ։ Եվ Դավիթը շփոթվեց։ Ասեց տարեք Աբդեդոմի տունը, Գեթացի տունը տարեք։ Այնտեղ ամեն բան լավ կլինի։ Եվ օրհնվեց այդ մարդու տունը։ Եվ Դավիթին լուրը բերեցին, Աստված օրհնել է Աբդեդոմին եւ իր ամբողջ տունն է օրհնել։ Եղբայրներ քույրեր, Աստված միշտ մեր տան մեջ մի բարի բան է ման գալիս։ Նա այցելում է մեր տները, նա ուզում է մեր հետ գործ անի։ Եվ այսօր իմ խնդիրն է, ի վերաբերյալ իմ ընտանիքին եւ իմ տանը, արդյոք Աստված իմ տան մեջ հաճելի բան տեսնում է թե ոչ։ Իմ տան ինչը կուզեմ, որ Աստված ավելացնի յուղի պես։ Իմ տան մեջ Աստված մտնելով կուրախանա, թե կտխրի։ Ինչ ունեմ իմ տանս մեջ, եղբայրներ քույրեր։ Մենք նույնպես եղբայրներ քույրեր հիշում ենք, երբ որ Երեմիա մարգարեության օրոք Աստված հանդիմանում էր իր ժողովրդին ասելով 5-րդ գլուխ 27 համար Երեմիա մարգարեության, ինչպես որ վանդակը լի է թռչուններով, նույնպես էլ լի են նրանց տները նենգությունով։ Աստված խոսում է ժողովրդի մասին։ Ասում է ժողովրդի տունը լցված է նենգությունով։ Կարող եմ ես օրհնել այդ ընտանիքները։ Այդ տան ինչը ավելացնեմ։
Այդտան մեջ կար խաբեբայություն, ստություն, նենգություն։ Ռուսերեն թարգմանության մեջ գրված է, իրանց տները լցված են ստությունով։ Եվ դրա միջոցով նրանք հարստացան եւ զորացան։ Եվ մեր հարցն է այսօր, արդյոք Աստված հետաքրքրված է մեր ընտանիքներով թե ոչ։ Ես կարող եմ ասել, իմ տունն է, իմ ընտանիքն է, ոնց ուզում եմ տենցել իմ ընտանիքը ղեկավարում եմ։ Իմ տունն է, իմ ընտանիքն է, ինչ ուզում եմ բերում եմ, ինչ ուզում եմ տանում եմ։ Եվ կարծես, թե ով կարող է ինչ-որ մի բանով ինձ հանդիմանել։ Բայց երկնավոր Աստված այսօր ուշադիր նայում է մեզ։ Ամենակալ Աստված այսօր ուշադիր նայում է իմ ընտանիքին եւ իմ տանը, ինչ եմ բերում իմ տուն։ Ինչն է թագավորում իմ տանս մեջ։ Իմ եւ կնոջ հարաբերությունները, մեր ծնող եւ երեխա հարաբերությունները, մեր հարաբերությունները եկեղեցու հանդեպ եւ մեր հայացք ուղղված երկինք։ Ինչ կա այսօր իմ տանս մեջ։ Սա ես կարող եմ օգտագործել։ Սա կարող եմ բերել Աստծո առջև եւ ասել Տեր, օրհնի։ Եթե իմ բերածը պետք է լինի սրբություն եւ օրհնություն եւ Տիրոջը հաճելի բանն ակորտնի եւ կավելացնի։ Իսկ եթե ոչ, Աստված հեռու պահի ամեն անեծքից։ Դավիթը վախեցավ եւ սարսափեց Տիրոջ տապանակը իր տուն բերել։ Թող Աստծո փառքը այսօր իջնի մեր բոլորից վրա, եղբայրներ, քուրեր։ Մենք կանգնած ենք Տիրոջ փառքի ներկայության առջև։ Մեզ եկեղեցի բերել է հավատքը։ Իսկ հավատքը ամեն բանից առաջ դա ուսմունք է, որը սովորացնում է ինձ, իմ կնոջս, իմ երեխաներիս։ Հավատքը դա Աստծո խոսքն է, որը մարդը չի հորինել։ Հավատքը դա կյանքի խոսքն է, որը մեզ մղում է դեպի երկինք։ Քրիստոնյան միակ անձնավորությունը ամբողջ երկրագնդի վրա եւ քրիստոնեությունը միակ ուսմունքն ամբողջ երկրագնդի վրա, որը մարդուն խոսք է տալի հավիտենական կյանք։ Հիսուսի հետ թագավորել երկնային թագավորության մեջ։ Եվ մենք այսօր հավաքվել ենք, որ երկրպագենք Քրիստոսին։ Մենք բոլորս համոզված ենք, որ Քրիստոս այստեղ ներկա է, այդպես է թե ոչ եղբայրներ քուրեր։ Նա ներկա է այստեղ, նա եկել է այսօր այստեղ ոչ թե միայն պարապ նայելու մեզ, նրա ձեռքերը եւ նրա հոգին գործ են անում մեր վրա, մեր գաղափարի վրա, մեր սրտերի վրա եւ մեր ընտանիքների մեջ։ Եվ այսօր կարող եմ ես համարձակությամբ ասել, Տեր Հիսուս, մտի իմ ընտանիքը եւ թագավորի այնտեղ։ Կարող եմ ասել, Տեր, ես իմ ամեն իշխանությունը իմ տանս մեջ զիջում եմ քեզ։ Եղիր իմ տան թագավորը եւ օրհնի իմ ընտանիքս։ Թե ընդամենը կարող եմ ասել, Հիսուս, ես քեզ հավատում եմ, ես քեզ սիրում եմ, բայց իմ տանս մեջ դու հույր ես ընդամենը։ Կգաս ու կգնաս, բայց այն ինչ որ ես եմ ուզում, դա պետք է լինի։ Եվ ցավոք սրտի, եղբայրներ, քուրեր, այսօր մենք կարող ենք տեսնել քրիստոնյա ընտանիքների մեջ շատ արցունքներ, շատ ցավեր, ապստամբություններ, ատելություններ, չար մտքեր, չար խոսքեր, վիրավորանքներ։ Միթե սա հաճելի է Տիրոջը։ Իհարկե ոչ։ Տերը թող օրհնի մեզ բոլորիս։ Սուրբիկը խոսում է Ստեփանոսի ընտանիքի մասին, որտեղ Պողոս առաքյալը օրինակ է բերում եւ ասում է հիշեք Ստեփանոսի ընտանիքը, որը Աքայայի առաջի պտուղն էր։ Եվ նրանք ամբողջովին նվիրվել են ծառայելու սուրբերին։ Եղբայրներ, քուրեր, սա խոնար անձնավորություն էր Ստեփանոսը։ Նա սիրում էր Տիրոջը։ Աքայայի առաջի քրիստոնյա ընտանիքն էր։ Բայց խոնարհությամբ իր ընտանիքը բերեց դեպի սրբություն եւ ծառայել սուրբերին։ Եվ այս խոնար մարդը փառավորվեց ամբողջ աշխարհով մեկ, եղբայրներ, քուրեր։ Անցել արդեն 20 դար, բայց մինչև այսօր Ստեփանոսի մասին գրված է Սուրբ գրքում եւ քարոզում է եկեղեցիներում։ Ինչու՞։ Այս մարդը ընդունեց Քրիստոսի թագավորությունը իր ընտանիքի մեջ եւ Քրիստոսի պես
ծառայեց սուրբերին։ Թող Տերը օրհնի մեզ բոլորիս։ Նույնպես եղբայրներ քուրեր, մենք տեսնում ենք Պողոս առաքյալը խոսում է Անիսիֆորոսի մասին։ Եվ տեսեք ինչ է ասում երկրորդ թուղթ Տիմոթեոսի առաջի գլուխ 16 համարում։ Տերը ողորմություն տա Անիսիֆորոսի տանը, որ շատ անգամ հանգստացրեց ինձ եւ իմ կապանքները ամոթ չհամարեց։ Ով էր Անիսիֆորոսը, մենք մինչև այսօր չենք ճանաչում, եղբայրներ քուրեր։ Նա սարքավայր էր, երեց էր, եպիսկոպոս էր, չգիտենք։ Քարոզիչ էր, չգիտենք։ Մենք դրա ոչ մի քարոզը չենք կարդացել։ Բայց Պողոս առաքյալը նրան ամբողջ աշխարհով մեկ փառավոր մարդ սարքեց։ Աստծո կամքով։ Նա իր ընտանիքը, իր տունը լցրեց սրբությունով։ Եվ օրհնությունը մտավ այդ տան մեջ։ Ինչ է կարծում Պողոս առաքյալի օրհնությունը բերեց ուրախություն այդ տանը, թե ոչ։ Ասում է Տերը օրհնի իր տունը։ Թող այսօր այս խնդիրը եւ այս հարցը մեր առջև միշտ լինի։ Ինչ ունես քո տանդ մեջ։ Ինչով ես ուրախանում քո տանդ մեջ։ Կարող է տան մեջ կան գաղտնի մեղքեր։ Կարևոր է շտապել ազատվել այդ գաղտնի մեղքերից, խոստովանվել։ Շատ մարդիկ ասում են, ես պատրաստ չեմ դեռ խոստովանվելու։ Ինչքան շուտ խոստովանվես, այնքան շուտ օրհնությունը կմտնի քո տան մեջ։ Կան խռովված վիճակներ ամուսինների մեջ, երեխաների մեջ։ Ինչքան շուտ եղբայրներ քուրեր Աստծո խաղությունը տիրի մեր մեջ, ինչքան շուտ իրարից ներողություն խնդրենք, ինչքան շուտ Տիրոջ առջև խոնարհվենք ապաշխարությամբ, այնքան շուտ Աստծո օրհնությունը կլցվի մեր տան մեջ եւ մեր տան խնդիրները կսկսվեն լուծվել արդեն։ Տերը ունի լուծում մեր բոլոր խնդիրների, բայց սկսում է մեր ընտանիքներից։ Եվ հարցը հետեւյալն է. ինչ ունես քո տանդ մեջ, քո սրտիդ մեջ, քո մտքիդ մեջ։ Բայց այսօր ես համոզված եմ, որ այստեղ գտնվող բոլորս արժանենք նրա, որ Աստված մտնի մեր ընտանիքների մեջ, իր փառքով ծածկի, մեր բոլոր խնդիրներին լուծում տա, եւ նա ոչ թե միայն լուծում է բերում մեր ընտանիքներին, նա բերում է ուրախություն եւ ցնծություն։ Եվ կան ընտանիքում մեր բարեկամության մեջ շատ անհավատ անձնավորություններ։ Կարող է տղա, աղջիկ, ամուսին, կին, մոտիկ բարեկամ, բայց երբ որ նրանք տեսնում են քո սուրբ կյանքը, գալիս է մի գեղեցիկ օր, երբ որ մեծ ապաշխարություն է տեղի ունենում։ Այս վերջերս մեկին հանդիպեցինք, խոսում ենք, ասում է եղբայր, ես արդեն եկեղեցի եմ այցելում, բայց 20 տարի հավատքի հետ չի ուզեցել ոչ մի բան ունենալ։ Կինը եղել է հավատացյալ, բայց տեսնելով կնոջ սուրբ կյանքը, նա վերջապես կոտրվեց։ Այս վերջերս իմ կնոջս հորաքույրը մահամերձ պառկած էր։ Մի քանի օրվա մեջ սա ծանրացավ իր վիճակը։ Միշտ Աստծո խոսքը լսում էր, միշտ լսում էր։ Եվ եկավ մի օր, երբ որ նա ապաշխարեց, խոստովանվեց եղբայրներ քուրեր։ Երեք չեմիս օր այցելեցի իրան, աղոթեցինք, մի օր հետո ննջեց։ Ինչ եմ ուզում ասել, ինչ կա քո տունը այսօր, դա Աստված պատրաստ է օրհնելու, դա պատրաստ է ավելացնելու, դա պատրաստ է զորացնելու եւ պատրաստ է իր փառքով լցնելու քո տունը։ Եվ այս հոգսի համար մենք հիմա աղոթ կանենք. Տեր Աստված, մտի իմ տունը, Տեր Աստված, օրհնի իմ տունը, Տեր Աստված, քո փառքով լեցրու իմ տունը, իմ երեխաներին այցելի, իմ ամբողջ գերդաստանին այցելի եւ փառավորվի իմ ընտանիքի մեջ։ Համաձայն եք եղբայրներ քուրեր, դե ոտքի կանգնենք եւ աղոթենք։